Բարև ձեզ, եթերում եվրոպական հեռանկար հաղորդաշարն է։ Մենք ներկայացնում ենք Եվրամիության և Հայաստանի Հանրապետության համագործակցությունը։ Հաղորդումը պատմում է Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի ու մոտեցումների, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին։ Հուլիսի 3-ից 5-ը պաշտոնական այցով Հարավկովկասյան տարածաշրջան էր այցելել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը։ Հուլիսի 4-ին նա ելույթ է ունեցել Երևանում կազմակերպված Հայաստանը Եվրոպայում քաղաքացիական հասարակության ֆորումում։ Հերման վան Ռոմպեյը նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել։ Այս, ինչպես նաև Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի հասարակական քաղաքական կյանքի օրակարգի մասին մեկ պարբերությամբ։ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը պաշտոնական հանդիպումներից բացի այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Եվրոպայում քաղաքացիական հասարակության համաժողովում։ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, թեպետ կան հարցեր, որոնք լուծման կարիք ունեն և որոնց մասին նշել էր ԵԱՀԿ ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակն իր զեկույցում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Հույս ունենք, որ այս ամենը կհարթվի առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ։ Ռոմպեյի խոսքերով Հայաստանը Եվրոպային մոտեցնելու համատեղ ծրագիրը կգործի միայն այն դեպքում, եթե ընկալվի և աջակցություն ստանա քաղաքացիական հասարակության կողմից։ Նա հավելեց, որ առաջիկա տարում Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող գումարը կավելանա 15 միլիոն եվրոյով։ Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, եվրոպացի դիվանագետը նշեց, որ կողմերը պետք է փոխադարձ վստահություն ցուցաբերեն։ Մտահոգություն են առաջացնում վերջին շրջանում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը։ Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների հարազատներին։ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն խաղաղ, բանակցային ճանապարհով։ Միայն այս դեպքում կարելի է ստատուս քվոից առաջ անցնել։ Վանաձորում տեղի ունեցավ մարդու իրավունքների պաշտպանի Լոռու տարածքային գրասենյակի պաշտոնական բացումը։ Սա Հայաստանում 6-րդ մարզային գրասենյակն է, մյուս 5-ն արդեն գործում են Գավառում, Իջևանում, Գյումրիում, Եղեգնաձորում և Կապանում։ Յուրաքանչյուր մարզկենտրոնում այս կառույցը ներկայացնում են 2 իրավաբան և գրասենյակի աշխատանքը համակարգողը։ Մենք դժգոհ ենք դեռևս արդյունքներից, որովհետև այն քանակը գործերի, որը կա, հաստատ չի պատկերում այն խնդիրները, որը կան այս մարզում կամ մեր մյուս մարզերում։ Մարզային գրասենյակների հիմնադրումը իրականացվել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ։ Այն մաս է կազմում 1 միլիոն 700 հազար եվրո արժողությամբ ծրագրի, որն ուղղված է Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը։ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում նախագծի շրջանակներում տեղի ունեցավ խորհրդաժողով, որը նաև երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի ընդլայնված նիստն էր։ Նախագծի նպատակն է երեխաների նկատմամբ բռնության և բռնության ռիսկի նվազեցումը։ Այն 2 բաղադրիչ ունի՝ մեկը պետական կառույցների կարողությունների զարգացումն է, մյուսը ոլորտի օրենսդրական փոփոխություններն են՝ միջազգային իրավունքին համահունչ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այսօրվա կլոր սեղանի հանդիպման մեր հիմնական նպատակն է պլատֆորմ ստեղծել, դաշտ ստեղծել, որ հասարակական կազմակերպությունները, ովքեր աշխատում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, հնարավորություն ունենան հանդիպելու պետական կառույցներին, այն է երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հետ եւ միասին կարողանան քննարկել նոր մշակվելիք 2012-16 թվականների երեխաների պաշտպանության ռազմավարությունը։ Հայաստանում տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների ծրագիրը 18 ամիս իրականացրել է Save the Children կազմակերպությունը Coca-Cola ընկերության և Եվրամիության ֆինանսավորմամբ։ Հիմնական նպատակը բացատրել երեխաներին, թե որոնք են իրենց իրավունքները, համաձայն ՄԱԿ-ի երեխաների իրավունքի կոնվենցիայի։ Դրանից բխող խնդիրները իրենք երեխաներն են արդեն հայտնաբերել, ուսումնասիրել և փորձել որոշակի լուծումներ տալ։ Ծրագրին մասնակցել են Հայաստանի 20 դպրոցներ 2000-ից ավելի աշակերտով։ Մեծահասակների օգնությամբ նրանք իրականացրել են 80 բազմաբնույթ ծրագրեր կրթության, առողջապահության, ազատ ժամանցի, շրջակա միջավայրի, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Ամփոփիչ մամուլի ասուլիսին հրավիրվել էին նաև իրենք երեխաները։ Շատ շնորհակալ եմ, որ մեր կողքին էին բոլոր այն մարդիկ, ովքեր մեզ ապացուցեցին, որ մեր երեխաների խոսքը նույնպես լսվում է և կարող է արձակվել։ Շնորհակալ եմ։
Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի մայիսին Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Նպատակն է տարածաշրջանային համագործակցության միջոցով բարելավել մշակութային ժառանգության միջավայրը եւ ստեղծել նպաստավոր պայմաններ դրա կառավարման գործում, ինտեգրելով այն տնտեսական զարգացմանը։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում գտնվող հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային կոմիտեի տեղական գրասենյակները։ Մենք ունենալով բազմաշերտ մշակույթ մեր ընդհանուր գործունեության մեջ հասկացանք, որ ճիշտ կլինի, որպեսզի մենք զբաղվենք դաստիարակությամբ մշակութային ժառանգության պահպանության։ Դրա համար հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային կոմիտեն Հայաստանում ընտրել է մշակութային ժառանգության խնդիրներին հասարակությանը իրազեկելու եւ մասնավորապես երիտասարդ սերնդին դաստիարակելու ճանապարհը։ Ծրագրի գործընկերներն են մշակույթի, բնապահպանության, կրթության եւ գիտության նախարարությունները, Էրեբունի թանգարանը, որտեղ արդեն գործում է Պատանի հնագետի դպրոցը։ Մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը կոնկրետ օրինակներով։ Այժմ հատուկ անդրադարձ Հայաստանում համայնքների զարգացման ծրագրին, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։ Այդ ծրագրի նախաձեռնություններից մեկն էլ առավել աղքատ համայնքներում գյուղատնտեսական եկամտի կայուն աճ ապահովելն է։ Խաչիկ Մանուկյանը գեղանկարչությամբ զբաղվում է փոքր հասակից։ Հայրը սիրում էր նկարել, տղան էլ ընդօրինակում էր։ 60-ականներին նրանք բնակվում էին Ադրբեջանի Ղազախի շրջանում։ Հետագայում ընտանիքը տեղափոխվեց Հայաստան, Խաչիկը հոր պատգամով սովորեց բժշկական տեխնիկումում, հետո անասնաբուժական ինստիտուտում, բայց մինչ այժմ գեղանկարչությամբ է զբաղվում թե որպես հոբբի, թե գումար վաստակելու համար։ Այս այգին էլ Խաչիկին ոգեշնչում է ոչ միայն գեղեցկությամբ, այլև բերք ու բարիքով։ Ձմռանը կտավներն է վաճառում, ամռանը բերքը։ Արարատի մարզի 4 գյուղերում՝ Հայանիստում, Նիզամիում, Սիսում եւ Խաչբարում, որտեղ ապրում է Խաչիկը, Save the Children կազմակերպությունը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ սկսել է իրականացնել գյուղական համայնքներում աղքատության հաղթահարման ուղղված ծրագիր։ Բարձր եկամուտ ստանալու համար գյուղացուն առաջարկում է բանջարեղենի մշակության նոր տեխնոլոգիա, որն ավելի քիչ աշխատանք, պարարտանյութ եւ տարածք է պահանջում, ապահովելով բարձր բերքատվություն։ Դրա հետ մեկտեղ այս բանջարեղենը նաեւ ավելի որակյալ է, թե տեսքով, թե բաղադրությամբ, թե համով։ Շատ գոհ եմ, այսօր առաջ անգամ պամիդորից ես օգտվեցի։ Հարևանուհիս եկավ շուկայից առնում, ասի կտրեմ նայ, ես վստահ եմ, նայ զարմացավ։ Պետք է մեջը կանանչելներ, հետսերի տրանդարման նիտրիտ, ռակային բաներ առաջացնում, միայն ծխախոզը չի, որ մարդու հիվանդացնում է, այսպիսի բաներ կա, բայց մարդիկ չեն իմանում։ Այս ծրագիրը առաջնորդվում է այն հայտնի, բայց հազվադեպ կիրառվող սկզբունքով, երբ մարդկանց ոչ թե ձուկ են նվիրում, այլ ձուկ որսալ սովորեցնում։ Ծրագրում ընդգրկված համայնքները բնակեցված են Ադրբեջանից ներգաղթած փախստականներով։ Հիմա մեկը կարող է ասի, բավականին շատ ժամանակ է անցել եւ թերևս այսպիսի ծրագրեր պետք է ավելի շուտ իրականացնել, որի հետ ես լրիվ համաձայն եմ, բայց այնուամենայնիվ ֆինանսավորման հնարավորությունը ընձեռնվեց վերջերս եւ մենք ուրախ ենք, որ մենք կարողացանք տրամադրել այդ ֆինանսավորումը 4 գյուղական վայրերում, որտեղ կան 80-ից 90% նախկին փախստականներ։ Վլադիմիր Քամալյանը ծրագրի շահառուներից է, Կիրովաբադից է գաղթել, մասնագիտությամբ ինժեներ է։ Պատմում է, որ սովետական տարիներին Բրեժնևից էլ բարձր աշխատավարձ էր ստանում, մինչև 2500 ռուբլի ամսական, որը չէր հասցնում ծախսել։ Այժմ էլ կյանքից չի դժգոհում, սովորության համաձայն փորձում է նոր բան սովորել եւ իր գործում լավագույնը լինել։ Եթե շուտ 20 տարի առաջ կազմակերպված լիներ օրինակ նման բանը, երևի մարդ էլ չի դուրս գար մեր գյուղից։ Այդքանի որ դժվարանում էին մարդը, ասենք Բաքուի ապրել, Կիրովաբադ ապրել, նա հողամաս էլ չի ունեցել շենքում, բանում եկել է, նայում է, ինչ անի։ Ոնց անում է, չի ստացվում, դժվարանում է, բրախեց, տենց հողերը ամայի մնացել է։ Ծրագրում ընդգրկված է 50 ընտանիք, մոտ 200 մարդ։ Սկզբից շատերը թերահավատորեն են վերաբերվել նոր մեթոդին, նույնիսկ նրանք, ովքեր համաձայնել են մասնակցել։ Հիմա, երբ նորարարների հաջողություններն ակնհայտ են, հարևանները ափսոսում են, որ չմիացան հաջողակներին։ Պետք է հին մեթոդը արդեն թողենք, քանի որ ասում են, բա հին մեր պապեր, ատե մեր պապերն էլ չեն էլի լավ ապրել։ Ծրագրի մասնակիցները դասընթացներ են անցել Երևանում եւ իրենց համայնքում, ուր պրակտիկ աշխատանք են կատարել ամեն մարգի ու թփի վրա։ Այդ բոլորը Save the Children-ի գործընկեր HDP հիմնադրամի գյուղատնտեսների հետ։ Այս հանգույցը մենք քարկապ չենք տալիս,
հանգույց ենք անում, որ անհրաժեշտության դեպքում նորից ձգենք կամ թուլացնենք, կախված բույսի վիճակից։ Բույսերի ուղղահայաց աճեցումը նոր մեթոդի հիմնական առանձնահատկությունն է։ Դրա համար օգտագործվում են լարեր եւ հատուկ սյուներ տարածքը խնայելու եւ հողի օգտագործման գործակիցը բարձրացնելու նպատակով։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ օգտագործվում են միայն օրգանական պարարտանյութեր, սննդի անվտանգությունն ապահովելու համար։ Եթե մենք պոմիդորը չստիպենք, որպեսզի նա ուղղահայաց աճի, նա փռվելու է հողի վրա։ Այսինքն մենք այս տեխնոլոգիայով հնարավորություն ունենք միավոր մակերեսի վրա տեղակայել 2 անգամ շատ բույս եւ կրկնակի մինչեւ երրակի անգամ բարձրացնել բերքատվությունը։ Գումարած դրան սննդի որակական հատկանիշներ են բարձրանում, որովհետեւ բույսը լիարժեք ապահովում է լույսով, արևի ճառագայթներով։ Բուժելն ամենահետաքրքիր, որ տերևը ինքը վերև ալինում կարող ենք բուժենք։ Որտեւ ասենք սա վարունգա, չէ՞ օրինակի համար պարկած է լինում։ Թմբերի վրա սովորական մեր ավանդականը պարկած, ինչքան ուզում ենք սրышկից, տակից սրսկենք, հողին կպածը չի ստացվում։ Կամ ասենք պոմիդորը կպած է հողին, մեկեցր մի հատ բորբոր տակից ծակեց, փչացրեց, կամ ջուրը կպավ, նեղեց, գնաց ամեն ինչ հերն անիծեց։ Այսինքն օդում կանգնած մենք հանգիստ բուժում ենք իրան։ Շահառուներին տրամադրել են լոլիկի, վարունգի, սմբուկի, դդմիկի, լոբու եւ պղպեղի տեղական սորտերի սացիլներ, բացառելով հողատարածքներում դրանց գենետիկորեն ձևափոխված սորտերի առկայությունը։ Բացի այդ, գյուղացիները ծանոթացել են իրենց համար մի նոր բույսի՝ բրոկոլիի հետ։ Քանի որ կարևոր է, օգտակար է, ավելի շատ ստանանք, որ մեր բալիկներ ուտեն, առողջ մեծանան։ Ցավոք դեռևս գյուղում դժվար է բրոկոլին վաճառել։ Սպառողը ծանոթ չէ այս ապրանքին, բայց Ալիսան եւ մյուս արտադրողներն արդեն գիտեն, որ մայրաքաղաքում այն շատ բարձր գնով են վաճառում եւ մյուս տարի կմատակարարեն մեծ խանութներին։ Նաև առաջարկվելու է, որպեսզի գյուղացին մտածի ինչպես կարելի է ավելացնել արժեքը այն բերքի, որը ինքը ստանում է արդյունքում։ Օրինակ, եթե դուք կարողանում եք այդ բերքը պահպանել որոշ ժամանակ եւ վաճառել այն, երբ որ լոլիկը արդեն ինչ որտեղ պակասում է, դա դառնում է լրիվ ուրիշ գին եւ դա գյուղացու համար շատ նպաստավոր է։ Save the Children-ը, որի առաքելությունն է երեխաների իրավունքների պաշտպանությունը, այս ծրագրով չի դավաճանում իր առաջ դրված նպատակներին։ Աջակցելով անապահով ընտանիքներում եկամուտների աճին, կազմակերպությունը նպաստում է այդ ընտանիքների երեխաների իրավունքների պաշտպանությանը, նորմալ պայմաններում ապրելու, սնվելու, կրթություն ստանալու։ Իդեպ ծրագրի բոլոր մասնակիցներն ու կազմակերպիչները պատրաստ են եւ կողմ են իրենց փորձի տարածմանը, թե այս համայնքի մյուս տնտեսություններում, թե մյուս մարզերում։ Կլիմայի գլոբալ փոփոխություններին զուգահեռ չոր եւ կիսաչոր գյուղատնտեսական շրջաններում խնդիր է դառնում ագրոկենսաբազմազանության պահպանումը։ Այս տերմինները, որոնք անընդհատ քննարկում են ոլորտի մասնագետները, կոնկրետ ազդեցություն ունեն Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքների եկամուտների եւ բարեկեցության վրա։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում են բնապահպանական եւ գյուղատնտեսական ծրագրեր, որոնցից մեկին անդրադառնում ենք այսօր։ Տարվա 6 ամիսը մնում եմ դաշտում, ծառայում եմ տիկնոջս բաշտում, ունենք 4 հատ կով, 1 հատ երինչ, հետևներից գնում եմ դինչ։ Զանգակատուն գյուղի բնակիչ Ալեք պապը 15 տարի արտասանում է իր հորինած այս քառատողը, ճիշտ նույնքան ժամանակ էլ կնոջ հետ դաշտերում է անցկացնում։ Գյուղից 6 կիլոմետր հեռու նրանք 6 ամիս միրգ ու բանջարեղեն են աճեցնում եւ տուն են իջնում միայն ձմեռելու։ Արջն աղավաղել, արջը հաճախակի անչատարի հարձակվեց, ծառերին ջարդեց, գողը առասակ վախկոտ առնում, արջը առավել եւս, գոռում ես, փախչում է էլի։ Արջի հնարքներին վաղուց է տեղյակ, գիտի, թե բրդոտ հարևանի կողքին ինչպես կարելի է հանգիստ ապրել, իսկ ահաբնության լեզուն փորձառու գյուղատնտեսը վերջերս չի հասկանում։ Այդպիսի ցուրտ չէր եղել, որ ծառը մեծ ծառանչատարը վրան բերկար, 2 հատ, այս տարի ծրտահարվեց։ 45 տարի տիկին Հայկուշը գերմաներեն է սովորեցրել գյուղի երեխաներին, իսկ հիմա նրա սաները ծառերն ու բույսերն են։ Սար ու ձորով, թուփ ու ծառով համեմված իր կենցաղում տիկին Հայկուշը ոչ թե հեռուստացույց, ռադիոից, այլ սեփական փորձով է համոզվել։ Բնության հետ մի բան այն չէ։ Տարվա եղանակները հիմա իրարից չեն ջոկնվում, ոչ մի անգամ չենք զգում գարունն ամառը գարուն է,
աշունը, ձմեռն աշուն է, չենք կարողանում իմանալ, ասենք բույսի համար էլ, մեղուների համար էլ։ Ծիրանը բերք չի տալիս, ընկուզենին չորացավ, գարունն ամառվանից չի տարբերվում։ Զանգակատունցի այս զույգն իր մաշկի ու գրպանի վրա է զգում այն, ինչ բնապահպաններն անվանում են կլիմայի փոփոխություն։ Մասնագետներն արձանագրում են, այս տարածքում ջերմաստիճանը բարձրացել է միջինը 1,5 աստիճանով։ Չոր եւ կիսաչոր էկոհամակարգերում կլիմայի փոփոխությանը հարմարվելու, կենսաբազմազանությունը պահպանելու առաքելությունն ունի Եվրամիության ագրոկենսաբազմազանության պահպանության եւ կլիմայի փոփոխության ծրագիրը։ Եվրամիությունը 1.700.000 եվրո ներդրում է կատարել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համայնքներում գյուղատնտեսական կյանքը փոփոխված կլիմային հարմարեցնելու եւ վտանգված բուսական բազմազանությունը պահպանելու համար։ Ծրագիրը կյանքի է կոչում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը։ 2 գյուղ Արարատի մարզում, 5-ն էլ Վայոց ձորում շուրջ 1 տարի 7 փորձագետների ուշադրության կենտրոնում էին։ Մենք շատ ենք ուզում, որպեսզի ֆերմերը, որը աշխատում է համայնքում, գյուղի բնակիչը, որը աշխատում է, հստակ տարանջատի իր օգուտը իր վնասից եւ միայն այն ձևով մշակի հողը, որը հետագա սերունդների համար նույնպես պիտանի լինի եւ մշակման եւ օգտագործման համար։ Խոտ կապող մեքենան Գեգամ Սահակյանի խոթարկ է մտնում սովորականից 10 օր ուշ, քանի օր է անձրևում է, այն էլ ոչ սեզոնին։ Գյուղացին արդեն աչքաչափով գիտի, խոտի բերքն այս տարի այն չէ։ 2500 մետր հողամասից Գեգամն այս տարի 80-ից 100 հակ խոտ կտանի, 50-ով պակաս, քան նախորդ տարիներին։ Խոտի ու հնձի վարպետը նկատում է անասնակերի որակնել է ընկել։ Մասնագետներն այս դեպքում մշակել են խորհուրդներ ու առաջարկներ։ Դրանք առաջիկայում դասընթացների միջոցով կներկայացվեն Գեգամին ու մյուսներին։ Գեգամի այգում այս տարի ծիրանն էլ առաջ չէ։ Անձրև ու ցուրտը ծառի վրա թողեցին բերքի միայն 20%-ը։ Ցրտահարություն է տալի, 5-6 տարի է, բերքը լավ չի, ծիրանն նախագծվեց։ Գալիս է ծաղկման շրջանում, որ փոշետում պետք է լինի, անձրևներն է փչացնում։ Չկա էլ, չկա, հաջող չի։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտորն ասում է, որ այս խնդիրը միայն Գեգամինը չէ։ Չոր եւ կիսաչոր վայրերում ծիրան մշակելը դառնում է տնտեսապես ոչ շահավետ։ Վայոց ձորի Ռինդ գյուղում օրինակ անցնում են ուշ ծաղկող մրգատուների մշակությանը։ 23 հեկտար ծիրանու այգիներից 13-ը արդեն հատվել են եւ դրա փոխարեն մշակվում են, աճեցվում են հիանալի երիտասարդ դեղցենու այգիներ։ 90-ական թվականներին, երբ հողերը սեփականաշնորհեցին, այն ժամանակվա անջրտի տարածքները տվել են այնքան բերք, ինչքան որ հիմա ջրովի տարածքները։ Պատկերացնում եք ինչա տեղի ունեցել։ Ռինդում ծրագրի փորձագետներին արդեն 3-րդ անգամ են հյուրընկալում։ Գյուղացիները հանդիպման են եկել իրենց խնդիրներով, փորձագետները դրանք լուծելու առաջարկներով։ Մարդիկ հաց չունեն, ստիպված տարել են, աղացել են, բերել են, օգտագործել են, այն մտածելով, որ նորը կառնեն, սերմացու նորը կառնեն, նորը կցանեն։ Նորը առել ցանել են, արդեն վերջ, այն արմյանքան կորել է։ Մարդիկ կան, որ պահել են։ Մենք ունենք այսպիսի առաջարկ։ Մենք առաջարկվող ծրագրերից մեկն էլ ամենայն հավանականությամբ պիտի վերաբերվի օգնություն ֆերմերային տնտեսություններին, այն ֆերմերային տնտեսություններին, ովքեր հնարավորություն ունեն իրենց գյուղատնտեսական հողատեսքերում ցանելու մեր ավանդական մշակաբույսերի սորտերը։ Ռինդ ու Գետապ գյուղերի միջև կավահողային, թույլ թեքությամբ լանջերին կենսաբանական գիտությունների դոկտոր Նազիկ Խանջյանը հանդիպել է Տրիտիկում Արարատիկումին, նույնն է թե Արարատյան ցորենին։ Այն մեր տարածաշրջանում հանդիպող վայրի ցորենի 2 տեսակներից մեկն է, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Մենք իրավունք չունենք ոչ մի տեսակ կորցնելու, իսկ հազվագյուտ տեսակը Կարմիր գրքում գրանցված տեսակը աշխարհում եզակի աճելավայրեր ունեցող տեսակները առավել եւս մենք իրավունք չունենք կորցնելու։ Հայ մասնագետների ուսումնասիրություններն այժմ աչքի անցկացնում միջազգային փորձագետը։ Նրա գնահատականից հետո 7 համայնքներից 2-ում 2013-ի գարնանը կիրականացվի ծրագրի գործնական մասը։ Գյուղերից յուրաքանչյուրում 50,000 եվրո գումարով նախատեսվում է կյանքի կոչել տեղացիների համար կենսական որևէ ծրագիր, Եվրամիության ֆինանսավորմամբ։ Մինչ միջազգային փորձագետը կներկայացնի իր վերլուծության արդյունքները, գրասենյակում աշխատում են ծրագրի հաջորդ, կրթական բաղադրիչի վրա։ Սեպտեմբերից արդեն գյուղացիներին կպատմեն կլիմայական փոփոխությունների նկատմամբ սեփական տնտեսությունն ավելի դիմացկուն դարձնելու գաղտնիքները։
Առաջիկայում կշարունակենք ներկայացնել Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության ոլորտները։ Ծանոթացեք Եվրոպական միության պատվիրակության աշխատանքին, նորություններին ու ծրագրերին մեր հաջորդ հաղորդման ընթացքում։ Ցտեսություն։